Կարևորվել է միջպետական հարաբերությունների հետագա զարգացումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է մեր երկրում Կորեայի նորանշանակ դեսպանին։ Ազգային ժողովի հերթական նիստերում քննարկվել են տարբեր ոլորտների զարգացման ուղղված օրենքների նախագծեր։ Կողմ 67 դեմ 0։ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Խորհրդարանն ընտրել է նաև պետական այլ կառույցների անդամներ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոգբեին։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանն, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Ազգային ժողովի հերթական նիստերը մեկնարկեցին շաբաթվա սկզբին, օրակարգում 35 հարցեր։ Գործադիրն առաջարկում է վավերացնել ԵՏՄ անդամ երկրների եւ Մոնղոլիայի միջև առևտրային համաձայնագիրը, որով կազատականացվի, կպարզեցվի, ինչպես նաև սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով կխրախուսվի կողմերի միջև ապրանքների առևտուրը։ Մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի այնպիսի ապրանքների մասով առավելություններ, ինչպիսիք են ծխախոտը, փայտյա կահույքից ապրանքները, գինիները, կոնյակը, շոկոլադը, հանքային ջուրը, պահածված մրգերը, թեթև արդյունաբերական ապրանքներ եւ այլն, որոնք մինչ այս համաձայնագրի վավերացումը ունեցել են մաքսային դրույքաչափեր, համաձայնագրի վավերացումից հետո կզրոյականացվեն։ Արդյունքում Հայաստանից Մոնղոլիա ապրանքների արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչև $1 միլիոն։ Համաձայնագրի գործողության ժամկետը կսահմանվի 3 տարի, հետագայում եւս 3 տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերն այլ բան չպայմանավորվեն, նշում է զեկուցողը։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց ԵՏՄ անդամ երկրների եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Այն ենթադրում է Հայաստանից Էմիրություններ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ։ Արդյունքում արտահանման այժմյան ծավալների պահպանման դեպքում հայկական արտահանողներն ուղղակիորեն կսուբսիդավորվեն $500,000, ինչը Հայաստանին կտա նոր մրցակցային առավելություն եւ արտահանման ծավալների ավելացում։ Հայաստանից Էմիրություններ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալը այս պահին $1.5 միլիոն է, միաժամանակ մեր ներուժը մինչև $10 միլիոն է։ Իսկ արդյունաբերական ապրանքների մասով ներառվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ալյումինե փայլաթիթեղը, ալյումինե համաձուլվածքները, բժշկական սարքերը, ռադիոէլեկտրոնային եւ ռադիոհեռարձակման սարքավորումները եւ այլն։ Պապոյանի խոսքով համաձայնագրի կիրարկման արդյունքում հնարավոր կլինի եռապատկել արտահանման ծավալները։ Օրենսդիրը քննարկեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի միջև Երևանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 39 միլիոն եվրոյի չափով վարկային միջոցներ Երևանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն ծրագրի իրականացման համար։ Սրան զուգահեռ Եվրոպական միությունից դրամաշնորհային միջոցներ կհատկացվեն 6 միլիոն եվրո արժեքի չափով, ինչպես նաև համաֆինանսավորում կլինի պետական բյուջեից։ Սա ուղղվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, համապատասխան ապրանքների ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը։ Պետ նախագահի վստահեցմամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել եւ կենտրոնը եւ պետական եկամուտների կոմիտեի նոր վարչական շենքը, բայց վարչական շենքն արդեն սեփական միջոցներով։ Այն գտնվելու է Պրոշյան գյուղում ուղիղ հյուսիս-հարավ ճանապարհի հարևանությամբ եւ ինքը լոգիստիկ կենտրոն է լինելու իր պահեստային տարածքներով, կայանատեղիներով, առանձին գրասենյակներով, որտեղ որ կտեղակայվեն բոլոր պետական այն մարմինները, որոնք ծառայություն են մատուցում, եւ մեկ պատուհանի սկզբունքով կմատուցվեն բոլոր ծառայությունները արտահանողին եւ ներմուծողին։ Խորհրդարանը վավերացրեց քննարկված համաձայնագրերը։ Նախակրթարան հաճախող երեխաների տարիքային շեմը կնվազի մինչև 4 տարեկան։ Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած։ Իսկ բնակավայրերում միակ հաստատությունը լինելու դեպքում առաջարկվում է տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել, հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ։ Սա կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից է,
եւ այստեղ պետք է նշել, որ բավականին մեծ առաջընթաց ունենք, մասնավորապես 2021 թվականի նկատմամբ 17%-ով աճել է 3-ից 5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական կրթության ոլորտում եւ հիմա էլ 500 մանկապարտեզների եւ նախակրթարանների մեծածավալ ծրագրի ամփոփիչ փուլում ենք, արդեն ավելի քան 300 մանկապարտեզներում եւ նախակրթարաններում աշխատանքները ավարտված են եւ մինչեւ տարեվերջ այս կարևորագույն ծրագրի սահմանված թիրախները կապահովվեն։ Օրենսդրական կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնել նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը կրթության ոլորտում եւ ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը ըստ կառավարության ռազմավարական նպատակների։ Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է հարկ վճարողների շրջանում փաստաթղթավորման, հարկային հաշվետվությունների ներկայացման, հարկային հաշվարկման ու վճարման հետ կապված խնդիրները եւ դրանք լուծելու նպատակով առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում։ Առաջին խնդիրը վերաբերում է ապրանքի վերադարձի կարգավորումներին։ Ներկայումս որոշ դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն նախատեսված չէ, օրինակ պիտանության ժամկետ չունեցող ապրանքների վերադարձի դեպքում եւ ապրանքների վերադարձը ձևակերպվում է որպես հետվաճառք, որը խեղաթյուրում է գործարքի տրամաբանությունը։ Մենք առաջարկում ենք, որ գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսվի ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման։ Օրենքի նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների շրջանակը։ Մյուս խնդիրը ներկայումս ՀԴՄ-ով վաճառքների հետ վերադարձի դեպքում սահմանված են ճշգրտման տարբերակված մոտեցումներ, մասնավորապես հարկային հաշիվներով վերադարձի դեպքում ավելացած արժեքի հարկի եւ ակցիզային հարկի ճշգրտումները ներառվում են ճշգրտման անցում, իսկ ՀԴՄ-ով վերադարձի դեպքերում վաճառքի գործարքի ամսում, որի դեպքում հետ գնալու եւ հաշվետվությունները ճշտելու կարիք է առաջանում։ Հիմա մենք առաջարկում ենք, որ ՀԴՄ-ով ձեռքբերումների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտումները, երբ նվազում են ավելացած արժեքի հարկի ու ակցիզային հարկի գումարները, արտացոլվեն գործարքի ճշգրտման տվյալ ժամանակաշրջանում։ Օրենսդրական նախաձեռնությամբ մասնավորապես կվերանայվի դրոշմավորման ենթակա կատնամթերքի գծով որակական կորուստների համախառն եկամտից նվազեցման նորման, սահմանելով, որ նշված կորուստը համախառն եկամտից ենթակա է նվազեցման համախառն եկամտի 2%-ը չգերազանցող չափով։ Սնանկության ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերից ամբարեխիղճ կերպով ազատվելու չարաշահումների կենսունակ կազմակերպությունների առողջացման փոխարեն նրանց գույքը փոշիացնելու, տարատեսակ եղանակներով գույքերը վաճառելու եւ լուծարման տանելու գործիք։ Ըստ վիճակագրության 2024 թվականին սնանկության դատարանը ներկայացվել 5856 դիմում, որից 4552-ը ֆիզիկական անձանց սնանկության դիմումներ են։ 2025 թվականին ունեցել ենք 4733 դիմում, որից 3946-ը ֆիզիկական անձանց սնանկության դիմումներ են։ Այս մեծ թվերը ցույց են տալիս, որ քաղաքացիները հիմնականում հեշտությամբ պարտք են վերցնում, չեն վճարում եւ սնանկ ճանաչվելով կարողանում են ազատ եւ հեշտորեն ազատվել պարտքերից։ Խնդիրը լուծելու նպատակով կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է բարձրացնել սնանկ ճանաչելու շեմը 2 միլիոն դրամից դարձնելով 5 միլիոն դրամ։ Բացի այդ, նախատեսվում է, որ դատարանը դիմումը վարույթ ընդունելու փուլում կստուգի պարտապանի ֆինանսական վիճակը, նրա կատարած գործարքները, գույքի օտարումները եւ արդյունքում կասկածնել լինելու պարագայում սնանկության դիմումը կարող է մերժվել, իսկ եթե դրանք պարզվեն սնանկության գործի քննության ընթացքում, ապա դատարանը հնարավորություն կունենա ուղղակի անձին պարտքից չազատել։ Նոր օրենսգիրքը նաև կպաշտպանի բարեխիղճ պարտապաններին եւ նշված նպատակի իրականացման համար ներդրվում է կանխարգելիչ վերակառուցման վարույթը, որը թույլ կտա վերակազմակերպել պարտքերը եւ շարունակել բիզնեսը առանց սնանկության գնալու։ Նախագծով տարանջատվել են պարտապան, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց անվճարունակության հատկանիշները, հստակեցվել են ֆիզիկական անձի գույքի կազմի եւ աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցների բռնագանձման վերաբերյալ կարգավորումները։ Նախագծով նախատեսվել են նաեւ հատուկ կարեւորության կազմակերպությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական կազմակերպությունների սնանկության առանձնահատկությունները։ Օրակարգում էր նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության մասին հարցը։
Հանրապետության նախագահն այդ պաշտոնի համար առաջադրել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Թեկնածուի կենսագրականը երկրի գլխավոր ամբիոնից ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։ Մինչև պատգամավոր դառնալը Վլադիմիր Վարդանյանը երկար տարիներ աշխատել է երկրի բարձրագույն դատական ատյանում։ Այսպես դատավորի թեկնածուն աշխատանքային գործունեությունը սկսել է 2003 թվականին Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության մասնագետ, ապա զբաղեցրել այլ պաշտոններ։ 2019 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2021 թվականից մինչ օրս հանդիսանում է Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր եւ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2019 թվականից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվիրակության անդամ է։ Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախագահի աշխատակազմի ներկայացուցիչից հետաքրքրվեց թեկնածուների ընտրության ընթացակարգից, հավելելով. Իհարկե սա այն դեպքերից է, երբ որ պարոն Վարդանյանի թեկնածությունը նաև մրցույթով էլ հաստատապես անցներ, բայց ինձ հետաքրքրում է հենց այս հարցը։ Ինչպես է թեկնածուների ընտրությունը, ոչ միայն այս հարցով, նաև այլ հարցերով նախագահի աշխատակազմը կազմակերպել։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման լիազորությունը նախագահի սահմանադրական լիազորություններից է, որի համար որպես այդպիսին սահմանված ընթացակարգ ընտրության, թեկնածուի ընտրության սահմանված չէ։ Այնուհետև Ազգային ժողովի ամբիոնից իր տեսլականը ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը, դատավորի թեկնածուն խոսեց սահմանադրության, սահմանադրի կամքի, սահմանադրական մարտահրավերների, իշխանությունների տարանջատման սկզբունքի մասին։ Գիտեմ, շատերիդ մոտ հարց է առաջանալու, թե արդյոք հնարավոր է քաղաքական պաշտոնից տեղափոխվել սահմանադրական դատարան, ինչպես է հնարավոր ապահովել անաչառությունը եւ անկախությունը այդ պաշտոնում։ Նախ ասեմ, որ Սահմանադրական դատարանների ձևավորման պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բացառություն չի, երբ խորհրդարանի անդամը դառնում է Սահմանադրական դատարանի անդամ։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ չեմ տեսնում քաղաքական ռիսկեր, երբ որ խորհրդարանից քաղաքական գործիչը տեղափոխվում է դատական համակարգ։ Իհարկե այստեղ առկա են ռիսկեր եւ այդ ռիսկերը պետք է հաշվի առնվեն։ Այս համատեքստում Վլադիմիր Վարդանյանը հիշեց, որ 7-րդ եւ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր լինելու ընթացքում ինքը եղել է երթման ներքո։ Երթման կարևորությունն ընդգծելով դատավորի թեկնածուն նշեց, որ երթումը սոսկ իրավական տեքստ չէ, այն ծնում է իրավական պարտավորություններ, որոնց շրջանակում էլ պետք է գործի անձը։ Ինչ է ասում Սահմանադրական դատարանի դատավորի երթումը։ Տանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև դատավորը երթվում է ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը։ Այս կանոնների շրջանակներում պետք է գործի ցանկացած անձ, անկախ նրանից, թե որ պաշտոնից, որ իրավիճակից, որ համակարգից է տեղափոխում Սահմանադրական դատարան, եւ այս երթման չպահպանումը պետք է հանգեցնի պատասխանատվության։ Հարցերի ընթացքում պատիվ ունեմ խմբակցությունից Թագուհի Թովմասյանը հիշեց, եղել են դեպքեր, երբ Վլադիմիր Վարդանյանը քննադատել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին։ Պատգամավորը կարծիք հայտնեց, որ դրա պատճառը Հրայր Թովմասյանի մինչև ՍԴ դատավոր դառնալը կուսակցական լինելու փաստն էր։ Դուք լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ամենավառ եւ ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից, դուք գնում եք նույն ճանապարհով։ Հիմա ձեր երթումը ուրիշ ինչ բովանդակություն պիտի ունենա, որպեսզի մենք իսկապես հավատանք, որ դուք չեք գնում այնտեղ սպասարկելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերը, եւ դուք գնում եք իրապես անաչառ դատավոր լինեք։ Սահմանադրական դատարանի դատավորներից առնվազն 5-ը գնացել են Սահմանադրական դատարան անմիջապես խորհրդարանից եւ երբեք դա հարց չի առաջացրել։ Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխում է Սահմանադրական դատարան, որքան նրա մեջ է, որ ըստ էության լինելով Սահմանադրության ԱՅՈ-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուհանդերձ նոր Սահմանադրության իր իսկ կողմից կերտված սահմանադրություն, այս ամենայն հարգանքով եմ ասում, իր իսկ կողմից կերտված սահմանադրություն թողնում է մի կողմ եւ ընտրում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք
օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ։ Իմ կարծիքով նույն իրավիճակի մասին չի վկայում։ Մենք տարբեր իրավիճակներում ենք։ Խորհրդարանում կայացած գաղտնի քվեարկության արդյունքում Վլադիմիր Վարդանյանի տեխնացությանը կողմեր քվեարկել 67 падգամավոր, դեմ падգամավոր չկար։ Այսպիսով Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր։ ՍԴ-ի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը մինչ բարձրագույն դատական ատյան գործուղվել է երթվեց երկրի գլխավոր ամբիոնից։ Հաջորդիվ քննարկվեց մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը խորհրդարանական ընդդիմության առաջադրած համաձայնեցված միասնական տեխնացում պաշտոնի համար Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանն էր։ Տեխնացուին ներկայացրեց Հայաստան խմբակցության քարտուղարը։ Թադևոս Ավետիսյանն աշխատանքային գործունեությունն սկսել է 1999-ից դասախոսական աշխատանք իրականացնելով։ Աշխատել է նախագահի աշխատակազմում, այնուհետև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։ 2021 թվականից մինչ օրս ազգային ժողովի падգամավոր է, եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ այժմ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Մեր հանձնաժողովում ըստ քվոտայի Հայաստան դաշինքը ունի 3 падգամավոր. պարոն Ավետիսյանը, Իշխան Սաղաթելյանը եւ պարոն Սիմոնյանը։ Հիմա Իշխան Սաղաթելյանը ընդհանրապես մեր նիստերին չի մասնակցել, առաջին իսկ օրվանից երբեք չի եկել։ Վերջին ամիսներին պարոն Սիմոնյանն էլ չի մասնակցում եւ մենք մենակ պարոն Ավետիսյանի հետ ենք աշխատում։ Հիմա եթե պարոն Ավետիսյանն էլ ընտրվեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մենք առանց ընդդիմության ենք մնալու։ Վստահ եմ, որ այս առաջիկա ամիսները կործանարար չեն լինի հանձնաժողովի գործունեության համար, եթե պարոն Ավետիսյանը տեղափոխվի, ընտրվելու դեպքում տեղափոխվի չափազանց կարևորագույն ոլորտ։ Հիմա տեսեք, դուք չասեցիք, պարոն Ավետիսյանը կգնա, բայց 2 падգամավոր ունենք, իրանք կգան կմասնակցեն։ Դուք ասում եք, ոչինչ, յոլա կգնաք 2 ամիս։ Ուզում եի որպես մարդ, որը պիտի հիմա քվեարկի կողմ կամ դեմ պարոն Ավետիսյանին, ինձ համար նաև նշանակություն ունի ձեր վերաբերմունքը ազգային ժողովի աշխատանքներին։ Այդ առումով ինչպես եք պատկերացնում, թեկուզ այդ 2 ամիսը, որ էլի քիչ ժամանակ չի։ Տնտեսական թեման այն կարևոր թեմաներից է, որոնք որ մեր քաղաքական դաշինքի համար էական նշանակություն ունի եւ այդ թեմաներում պատշաճ ներկայացվածություն եւ աշխատանք կլինի։ Իր ելույթի ընթացքում Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց ոլորտային խնդիրները լուծելու իր տեսլականը։ Հայտնի փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին նրա որդին, կարելի ասել, տիրապետում էր մենաշնորհի, մասնավորապես հեռախոսների ներկրման հարցով։ Ես ուզում եմ իմանալ, օրինակ, այդ տարիներին, եթե հնչեր առաջարկ, որ դուք գնայիք մրցակցության ձեր տեսլականը եւ պայքարը իրականացնելու, արդյոք կհամաձայնեիք եւ արդյոք այսպես ասած դիսկոմֆորտ չեք զգում։ Ես չեմ կարող գնահատել մի բան, որի մասին, ասենք օրինակ, լսում եմ ձեզանից կամ գուցե նաև տարբեր աղբյուրներ կարող են այդ մասին ասել, բայց ինքս չունեմ ուսումնասիրություն եւ ինքս չունեմ ձևավորված օբյեկտիվ կարծիք։ Ես որևէ դիսկոմֆորտ չեմ զգում։ Ազգային ժողովի 107 падգամավորից քվեարկությանը մասնակցեց 85-ը, Թադևոս Ավետիսյանի օգտին քվեարկեց 83 падգամավոր, ինչի արդյունքում Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունների առաջադրած համաձայնեցված միասնական տեխնացուն ընտրվեց մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Կառավարությունը տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Ներսես Երիցյանի տեխնացությունը, նրա կենսագրությունը խորհրդարանում ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նշելով, որ տեխնացուն ընտրվելու է 5 տարի ժամկետով։ Տեխնացուի աշխատանքային գործունեությունը սկսվել է դեռևս 1992-ից, աշխատել է Գերագույն խորհրդի տարբեր հանձնաժողովներում, այնուհետև Կենտրոնական բանկում, Արժույթի միջազգային հիմնադրամում եւ գործադիրում, իսկ 2023-ից մինչ օրս Հայաստանի Հանրապետության տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրենն է։ Երիցյանն իր ելույթի ընթացքում ներկայացրեց ոլորտի վերաբերյալ իր տեսլականը։ Այսօր միասնական թվայնացված միջավայրի եւ թվային հասարակության եւ տնտեսության ձևավորումն այլևս ընտրություն չէ։ Այդուհանդերձ այն նաեւ կարճաժամկետ բարեփոխումների օրակարգել չէ եւ պահանջում է մշակութային եւ հիմնարար վերափոխում։
Սակայն օգուտները հսկայական են։ Ազգային ժողովի 107 падգամավորից քվեարկությանը մասնակցեց 62-ը, Ներսես Երիցյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին բոլոր 62 падգամավորները։ Նա ընտրվեց տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամների պաշտոնում ընտրվելու համար կառավարությունն առաջադրել էր Սրփուհի Հակոբյանի եւ Նաիրի Ադամյանի թեկնածությունները։ Թեկնածուների կենսագրությունն ու մասնագիտական գործունեությունը ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Գաղտնի ընտրությունների արդյունքում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ ընտրված Սրփուհի Հակոբյանը կպաշտոնավարի 3, իսկ Նաիրի Ադամյանը 4 տարի ժամկետով։ Պատգամավորները քննարկեցին նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը մրցութային խորհրդի որոշմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը։ Ներկայացնելով թեկնածուին Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրեց, որ վերջինս գործունեությունը ծավալել է հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում։ Ազգային ժողովի 107 падգամավորից քվեարկությանը մասնակցեց 85-ը, թեկնածուի օգտին քվեարկեց 59, դեմ 1 падգամավոր։ Եփրեմ Կարապետյանն ընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Հայաստանի տարբեր մարզերի ու Երևանի դպրոցներում հասարակագիտություն ու պատմություն առարկաները դասավանդող ուսուցիչներ են։ Ազգային ժողովում են մասնակցելու կամրջելով դպրոցն ու ազգային ժողովը խորհրդարանի դերը եւ գործառույթները հանրապետության կառավարման համակարգում անվանումը կրող փորձնական ծրագրին։ Շատ հետաքրքիր է ընդհանուր գործունեությունը ԱԺ-ի եւ այս ամեն ինչը ամբողջ տեղեկատվությունը ուզում եմ կիրառել աշակերտային շրջանակում։ Կարծում եմ շատ հետաքրքիր նախաձեռնություններ, որովհետեւ ստացած գիտելիքները հաստատ շատ պիտանի կլինեն դասավանդման հետագա գործընթացում։ Ազգային ժողովը մեր պետության սիրտն է եւ իշքան մեծ ու կարեւոր տեղեկություններ իմանանք դրա մասին, ավելի լավ կդասավանդենք ուսումնական հաստատություններում։ Մենք ներսից ծանոթացանք ազգային ժողովի գործունեությանը, այդ գործընթացներին քիչ առաջ շրջեցինք թանգարանում, գրադարանում, ծանոթացանք այս բոլոր ցուցանմուշներին, որոնք անկեղծ ես տեղյակ չէի, որ ունենք այսպիսի մեծ պահոց ցուցանմուշների։ Ազգային ժողովի աշխատակազմը միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի հետ համատեղ նախաձեռնել է պիլոտային կրթական ծրագիր ուղղված հանրակրթական ու դպրոցների հասարակագիտություն ու պատմություն առարկաներ դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը։ Քանի որ հիմա դպրոցներում նաև դասավանդվում է հասարակագիտություն առարկան, ուսուցիչները մեր կարծիքով եւս լրացուցիչ ավելի խորացված տեղեկատվություն պետք է ունենան խորհրդարանի գործառույթների վերաբերյալ, նաև աշխատակազմի գործառույթների վերաբերյալ, որպիսի այդ տեղեկատվությունը լինի ավելի խորը։ Ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, թե ինչպես են իրանք այդ կրթական ծրագիրը ուսուցիչների համար նախատեսում, ուսումնասիրել ենք Շվեդիայի, Կանադայի, Եվրամիության այլ տարբեր երկրների փորձն ենք ուսումնասիրել եւ այդ փորձառության հիման վրա փորձեցինք մենք մեր տեղական արդեն ունենալ ազգային ժողովի համար, թե ինչը կարող է արդի լինել մեր ուսուցիչների համար։ Եվ 2025 թվականի երկրորդ կեսին սկսեցինք դրա վրա աշխատել, գործադիրը նույնպես ողջունում է, որ ուսուցիչները կարող են գալ, ճանաչել ազգային ժողովը եւ այդ նյութերը եւ այն ահռելի շտեմարանը, որ ունի ազգային ժողովը եւ գրադարանը, օգտագործեն եւ հարստացնեն իրենց դասերը։ Երկօրյա ծրագրի շրջանակում ուսուցիչներին մասնավորապես ներկայացվել է խորհրդարանական կառավարման ձևի առանձնահատկությունները, ազգային ժողովի կառուցվածքն ու հիմնական գործառույթները, խորհրդարանական դիվանագիտության սահմանումն ու էվոլյուցիան։ Դասընթացի ավարտին ուսուցիչներին տրվել է ավարտական վկայականներ։ Բարի կեսօր սիրելի հայրենակիցներ։ Այսօր ձեզանից շատ-շատերը մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու վանքերից, եկեղեցիներից ուռենու ճյուղերով շտապել են իրենց օջախներ։ Բայց այսօր կուզեմ խոսել մեկ այլ երևույթի մասին։ Անցնող շաբաթներին, անցնող օրերին հատկապես ձեր օջախներ հեռուստայի եթերով, համացանցով մեկ այլ ահասարսուռ լուր է գալիս։ Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտվանից գիշեր ձեզ վախեցնում է, ահաբեկում է նոր պատերազմով։ Դեռ ավելին չբավարարվելով պատերազմի սպառնալիքի մասին խոսելով, արդեն ահասարսուռ պատերազմի մասին է խոսում է կոնկրետ ժամկետներով, կարծես ինքը ներկայացնում է ոչ բարեկամ Ադրբեջանը Հայաստան։ Եվ իր գործողություններով իրականում այդպես է։
Ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, եթե իրենք չընտրվեն, ընտրվի որևէ քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններին, ապա պատերազմ է լինելու։ Դուրս է գալիս, որ խաբում էին, որ խաղաղություն է, որտեղ խաղաղությունը կնքվում է երկու պետությունների միջև, ոչ թե երկու նախագահների, վարչապետերի կամ անձերի միջև։ Փաստորեն բացահայտում է Նիկոլ Փաշինյանը, որ Ադրբեջանի հետ համաձայնությունները որ կան, դա անձերի համաձայնություն է, եւ եթե այսօր Ադրբեջանը եւ Ալիևը փոքր-ինչ մեղմացած են խոսում, լոկ անում են, որպեսի խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Ասել է, թե խաղաղություն նա չի բերել եւ իր վերընտրվելու համար ամեն օր քրտնաջան սպառնում է բոլորիդ, թե պատերազմ է լինելու, մեկին իջեցնելով բա զավակը ով է ուղարկելու բանակ եւ այսպես շարունակ, ներքին ահաբեկչությունը շարունակվում է։ Այնքան է շարունակվում, այնքան է ինքնիշխանությունից հրաժարվել այս իշխանությունը, որ երկար ժամանակ ասում էր ինձ զինվորական շքերթ, դա խաղաղության օրակարգից դուրս էր, բայց հետո հասկացա, որ դեզնից ամեն մեկի սեփական երկրի անվտանգության պատկերացման մեջ մեր զինված ուժերը կարևոր տեղ ունեն։ Հիմա որոշեց նախընտրական քայլ անել, թե մայիսի 28-ին զորահանդես է անելու, բայց մեկ էլ անդրադարձավ, որ չէ, կարող են ուրիշները ջղայնանալ իր վրա, կարող է Ադրբեջանը ջղայնանալ, մի քանի օր առաջ փորձեց չկմեղանալ, թե դա ցուցահանդես է եւ ոչ թե զորահանդես։ Սա չի խաղաղությունը։ Իսկ որ խաղաղություն հնարավոր է, միանշանակ է, երբ բանակցեն ոչ թե անձերի միջև, այլ հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ դրա փորձը մենք ունենք Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիները, երբ որ ապրել ենք խաղաղ ու արժանապատիվ։ Լավ տոնական օր ձեզ։ Լավ լինեք։